արձագանքներ կան, օրինակ Զախարովան, բացի Զախարովայից այլ նաև Շնորհակալ եմ, մյուսը հետո կշարունակենք, իսկ հիմա այսքանով։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքով միայն վերջին հայտարարությունն էր ձեր հորեղբոր պատճառը, որ այսպես արշավ սկսվեց ձեր դեմ, թե նախապատմություն այլ հիմքեր ունեն, որովհետև մենք հիշում ենք, որ վատ չէին ձեր հարաբերությունները, հա, Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ձեզ էր գովում, այսինքն բարերար գործարարներին Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին Արցախում դեռևս չհանձնված իր կողմից։ Հետո 21 թվականին Սամվել Կարապետյանը ջերմընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ այս ընթացքում ձեր կողմից, ձեր ընտանիքի կողմից այդպես ընդդիմացող ինչ որ բաների չենք տեսել, հա, չենք որ մասնակցում եք։ Մի տեսլական ունենք, մեր տեսլականը կայանում է սրանում։ Եթե մեր ժողովուրդը ընտրում է ղեկավար, մենք կաշխատենք այդ ղեկավարի հետ եւ կփորձենք մեր երկրին ինչ որ դրական էֆեկտ տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր չի եղել։ Բայց դուք տեսնում եք, չէ՞, ղեկավարը ինչ քայլեր էր անում, օրինակ հանձնեց Արցախը, չգիտեմ, բազմաթիվ այլ հայտարարություններ արեց, Հայաստանի սուվերեն տարածքից որոշ տարածքների նրա օրոք զիջվեցին թշնամուն, ու այսպես շարունակ։ Ինձ թվում է բոլորն են տեսնում ու դրա հայելին պետք է լինի ժողովրդի կարծիքը, մարդկանց կարծիքը։ Եթե մեր հայրենակիցները կողմ են, եթե կողմ չեն, ուրեմն կողմ չեն։ Մենք եք այդ ժամանակ, օրինակ 21 թվականին, 20 թվականին, բայց չեք արտահայտել ձեր դեմ։ Արտահայտել ենք։ Դուք երևի չեք հիշում, Սամվել Կարապետյանն էլ, իմ հայրն էլ, Կարեն Կարապետյանն էլ կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, հեծը պետականացնելու հետ կապված